սրանց վրա ես զարմանում եմ։ Ես չեմ հասկանում, իրանք չեն վախենում Աստծուց, որ իրանք իբր Աստծուն ավելի մոտիկ են, իրանք չեն վախենում, որ իրանք եղբորը իրանք են արել, որ նստեն։ Իրանց մեջից 4 ընտրյալներն են։ Ամենա 4 ընտրյալներն են այս սրբազանները, որ հիմա բանտում են նստած։ Չկարողացան իրանց վրա ոչ մի վատ բան գտնել, մեկին մի բան, չգիտես ինչ։ Եպիսկոպոսների մասին ինչ։ Լիքը բան, այնքան շատ բան, որ դե Աստված թող դատի իրանց։ Բայց իրենք Նիկոլ Փաշինյանին են շնորհակալություն հայտնում, ասում են շնորհակալ ենք, որ Մարդուն են շնորհակալություն, իրանք նույն մակարդակի վրա են։ Այդ 10-ը, բայց չեք հարցնում, ինչի 10-ը չի ավելանում։ Ինչու չի ավելանում, որովհետև բոլորը իմացան, որ հանգարց անցնեն այդ 10-ի կողքը, իրանց ամեն վատ բաները պետքա մեջտեղ դուրս գան։ Արդեն հետ են կանգնել։ իրենք են արծում, որ եկեղեցու ներսում են վատ բաները, որոնք կային, բարձրաձայնվել են։ Իրանց ընտանիքներում չկա, բոլոր ընտանիքներում ամեն ինչ էլ կա, բայց դե ներսի կեղտոց անկողինը չեն հանում փողոց, հանում բոլորին իցույց, ոնց որ այդ ապուշը գնաց Գերմանիայում մեր եկեղեցու մասին խոսած։ Որ մի երկիրն է գալիս իրան ներքին հարցերը այդպես մեծ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս կերպ եկեղեցին է նորոգում։ Ինքնա նորոգող այդ 10 սրբապիղծներով, այդ տիրադավներով է նորոգում։ Դիտաղելի է նույնիսկ, ով է նորոգում։ Թող Շիրակի թեմի բոլոր այդ հոգևորականներով նորոգի, որոնք դեմ դուրս եկան այս ամեն ինչին։ Թող դրանցով նորոգի, ոչ թե սրանցով։ Այն նոր արմավիրում էր, ով էր։ Այնքան մարդ չկար, որ այդ թեմի առաջնորդը պատարակը անցկացրեց։ Իսկ դուք Գյումրիում տեղի ունեցած պատարագին մասնակցեցիք։ Ես Գյումրի չեմ, ես Երևանում եմ ապրում։ Տեսեք, Ռուբեն Բաբայանը խոսելով Սրբազանի մասին հանրայինի եթերում նշել էր, որ ներողություն արտահայտությանս համար մեջ են բերում իր խոսքը, ամբախ-զամբախ խոսելու համար պետք չէր նմանօրինակ դատավարություն տեղի ունենար եւ որ Իրանից պետք է ճիպոտներով նմանօրինակ իրադարձություն կա, դա որդեգրել եւ դա կիրառել, հետո իհարկե ինքն իրեն արդարացրեց նշելով, որ կատակ է արել։ Դե ինքը կատակի մասնագետ է, թող այդ Բաբայանը նախ եւ առաջ իր ընտանիքի մասին պատմի, իր սիրուհիների մասին խոսա, իր ընտանիքի աղճատված վիճակը թող պատմի ժողովրդին, հետո հասնի մեր սրբազանին։ Այդ ով է, որ հասնի մեր սրբազանին։ Հələ մի հատ դրա ոտից գլուխ մի հատ դրան նայեք։ Իդիշ մարդ է սրբազանի հարցերն ա լուծում։ Չէ։ Առաջարկում է ճիպոտահարել Միքայել Սրբազանին։ Իրան պետք է ճիպոտահարեն իր սիրածները, որ մեկից մեկին անցնում։